Ես ընկերներն եմ Think Engineering-ից, ու այսօր մենք շարունակում ենք Zombies vs Plants խաղը։ Եթե դու չես ստեղծի այս խաղի առաջին հատվածը, ներքևում կտեսնես հղում, սեղմիր այդ հղմանը եւ ստեղծիր առաջին մասը։ Հետո միացիր մեզ։ Երկրորդ մասում մենք կունենանք վերջում հետեւյալ տեսքը։ Երբ որ սեղմենք դրոշակին, մեր խաղը կսկսվի, կարող ենք ընտրել որտեղ ենք ուզում խաղանք, սեղմում ենք play, հավաքում ենք արևներին, վերևում կտեսնենք բույսերը, կարող ենք նրանց տեղադրել, ամեն բույսը ինչ որ հատկություն ունի։ Տեղադրեցինք։ Ահա։ Եվ մենք պետք է այնպես անենք, որպեսզի զոմբիները չհասնեն ձախ կողմ։ Եթե նրանք հասնեն ձախ կողմ, մեր խաղը կավարտվի եւ մենք կպարտվենք։ Նաեւ դուք աջ կողմում կտեսնեք զոմբիների քանակ, այսինքն քանի զոմբի է մեզ մնացել ոչնչացնել, եթե մենք բոլոր զոմբիներին ոչնչացնենք, ապա խաղը կավարտվի հաղթանակով։ Դե սկսեցինք։ Իսկ դու չմոռանաս բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնես մնացած հավես խաղերը, նաև երբ որ խաղդ ավարտես, ներքևում կուղարկես հղումդ եւ կարող ես այցելել մեր YouTube-յան ալիք, որպեսզի ավելի հավես խաղեր ստեղծես։ Ավելացնենք walnut-ի հրամանները։ Երբ որ դրոշակը սեղմում ենք իրադարձություններ բաժնից, նա պետք է չերևա, հետևաբար տեսք բաժնից նրան թաքցնում ենք։ Այնուհետև տեսնենք, որ նա ունի երկու զգեստ։ Նա պետք է լինի իր առաջի զգեստով, հետևաբար էլի տեսք բաժնից վերցնում ենք զգեստը և դարձնում ենք potato։ Այնուհետև ֆիքսենք նրա չափը, չափսը 100% և նկատենք, որ նա մեր մոտ 25 է, դարձնում ենք 25։ Եվ երբ որ մենք սեղմենք նրա համապատասխան քարտի վրա, մեր կրկնօրինակը պետք է ստեղծվի, walnut-ի կրկնօրինակը պետք է ստեղծվի, այստեղ ունենք մենք այդ հրամանները, որ հենց որ սեղմում ենք, walnut-ի կրկնօրինակն է հայտնվում, այսինքն walnut-ի մոտ գրում ենք, երբ սկսում են որպես կրկնօրինակ, և գրելու ենք այն հրամանները, ինչ որ գրել ենք մնացած բույսերի մեջ, սպասեմ մինչև կառավարում բաժնից, հաշվարկ բաժնից ոչը, այնուհետև ընկալում բաժնից հպվում է մկնիկի ցուցիչ, այսինքն քանի դեռ մեր մկնիկի ցուցիչը չենք բաց թողել, հենց որ բաց թողենք, նրան պետք է ցույց տանք, տեսք բաժնից վերցնենք հրամանը և կառավարում բաժնից վերցնենք կրկնել մինչև, այնուհետև ընկալում բաժնից մկնիկի ցուցիչը սեղմված է։ Շարժ բաժնից էլ վերցնում ենք գնալ դեպի պատահական դիրքը փոխարինում ենք մկնիկի ցուցիչով։ Այսպիսով, երբ որ մենք սեղմենք մեր քարտի վրա, կրկնօրինակը կստեղծվի եւ կգնա այնքան ժամանակ մեր մկնիկի ցուցիչի հետևից, մինչև մենք երկրորդ անգամ սեղմենք նրան։ Այնուհետև պետք է նազգյասները փոխի, այսինքն դնում ենք անվերջ, սպասել, սրա ամբողջ 3 վայրկյան եւ տեսք բաժնից հաջորդ զգեստը։ Փորձարկենք, սեղմեցինք դրոշակին, սեղմում ենք play, որևէ հավաքեցինք, սեղմեցինք, ահա, այսպիսի տեսք պետք է ստացվի։ Անտիր։ Անցնենք հաջորդին, potato mine։ Potato mine-ի հրամանները էլի համարյա նույնն են, ինչ որ մեր walnut-ի կարող ենք նրանք կրկնօրինակել։ Դրոշակ վերցրեցինք, կրկնօրինակեցինք, potato mine-ը կրկնօրինակեցինք և փոխում ենք զգեստը դնում ենք առաջին զգեստը, չափսը դարձնում ենք արդեն 50, այստեղ նկատենք, որ մեր մոտ 50 է, և հրամանները մի փոքր փոփոխենք։ Նախ, երբ որ մեր կրկնօրինակը դնում ենք մեր field-ի վրա, նա պետք է ոչ թե անընդհատ զգեստները փոխի, այլ ինչ-որ մի պահի նա պետք է հասունանա, որ արդեն պայթի, երբ որ նրանք կպնեն։ Հետևաբար, այս անվերջի հրամանը հանենք, կառավարում բաժնից դնենք սպասել 1 վայրկյան, այսինքն երբ որ մենք դրեցինք, մի վայրկյան հետո նոր նա հասունանալու է։ Եվ դրանից հետո արդեն կավելացնենք մի քանի հրաման։ Այնուհետև դնում ենք անվերջ և գրում ենք հետևյալ հրամանները։ Տեսք բաժնից զգեստը, դնում ենք potato mine 1,
այնուհետև կառավարումից սպասել 0.2 վայրկյան եւ եկեք կրկնօրինակենք, դարձնենք զգեստը potato-ման 2 եւ սպասել 0.2 վայրկյան։ Փորձարկում ենք, այսպիսի տեսք պետք է լինի։ Նորից դրոշակը սեղմենք, play, ընտրեցինք, դրեցինք, մի վայրկյան հետո նա հասունացավ եւ արդեն պատրաստ է, երբ որ նրան արդեն հպվեն, նա պայթելու է։ Գնացինք առաջ։ Անցնում ենք cabbage-ի հրամաններին։ Cabbage-ը նույն ձևի են գրում, ինչ որ potato mine-ը կամ walnut-ը սկզբի հատվածները, կարող ենք կրկնօրինակել հրամանները եւ փոխել։ Կրկնօրինակեցինք, զգեստը դնում ենք առաջին զգեստը, այս ամենը մնում է։ Միակ տարբերությամբ։ Եկեք այս վերջը հանենք, երբ որ սեղմում ենք play, նկատենք, որ մեր կերպարը մի փոքր ավելի շեղված է լինում մեր հիմնական մկնիկի ցուցիչից, այսպես, որպեսզի այսպիսի բան չլինի, ավելացնում ենք մի քանի հրաման, շարժ բաժնից վերցնում ենք փոխել y-ը եւ փոխել x-ը, սա նրա համար է, որ նա կանգնի հենց մեր մկնիկի ցուցիչի մոտ, նկատենք, որ աշխատեց, եթե ուզում եք մի քիչ վերև բարձրացնեք, y-ը մի քիչ ավելի մեծ թվով եք փոխում, եթե ուզում եք մի քիչ աջ կամ ձախ տանեք, համապատասխանաբար x-ն եք փոխում, եւ արդեն սկսում է աշխատել, նաեւ եկեք դնենք զգեստները, սա հեռացնենք, դնում ենք տեսք բաժնից հաջորդ զգեստը, եւ կառավարում բաժնից սպասել 0.01 վայրկյան։ Այս վերևից սպասելը մեզ անհրաժեշտ չէ, նրան ջնջեցինք։ Փորձենք, play, հավաքեցինք, մի հատ արևը մեզ պետք, դրեցինք, արդեն սկսվեց նրա աշխատանքը։ Գնացինք առաջ։ Հաջորդը մեր մոտ մաշրումն է։ Մաշրումի հրամանները նույն ձև են գրում, ինչ որ cabbage-ին։ Կրկնօրինակեցինք հրամանները։ Առաջին զգեստն ենք դնում, այնուհետև գրում ենք հետևյալ հրամանները։ Փոխել x-ը մեզ արդեն պետք չէ, y-ը պետք է, x-ը եկեք հեռացնենք։ Նկատում ենք, որ մաշրումը նույնպես մեր մկնիկի ցուցիչից ներքև է, հետևաբար եկեք y-ը մի քիչ ավելի շատ մեծացնենք։ 30-ի արժեքի դեպքում ընտիր ամեն ինչ լինում է։ Եվ մաշրումը աշխատելու հետևյալ կերպ։ Երբ որ դնենք նրան մեր դաշտում, նա պետք է ինչ-որ ժամանակ հետո պայթի։ Նա ունի համապատասխան զգեստները։ Հետևաբար մեզ սպասելը պետք չի եւ ոչ թե դնելու ենք անվերջ հաջորդ զգեստը, որովհետեւ նայեք անվերջի դեպքում անընդհատ նա պայթելու է, այլ անվերջը փոխարինում ենք կրկնել հրամանով եւ գնում ենք զգեստների մեջ, նայեք քանի զգեստը մեզ պետք։ Նա ունի ընդհանուր 74 զգեստ, հետևաբար նրա զգեստները փոխվում են 73 անգամ։ Եվ երբ որ նա պայթում է, վերջում պետք է ջնջել նրան։ Այսինքն այսպիսի բան կլինի։ Դրոշակը սեղմենք, play, հավաքենք արևները։ Սեղմեցինք, դրեցինք եւ պայթեց։ Ահա, ընտիրը։ Գնացինք առաջ։ Վերջապես անցնենք զոմբիների հրամաններին։ Ընտրում ենք մեր առաջի զոմբին եւ գրում ենք, երբ որ դրոշակը սեղմենք, դա չի երևում խաղի սկզբում։ Այսինքն նրան թաքցնում ենք։ Զոմբիներին ստեղծելու ենք հետևյալ կերպ։ Քանի որ մենք ունենք մի քանի զոմբի, նկատենք, որ նրանք տարբեր ձևերի են, ընդհանուր ունենք 5 հատ զոմբի։ Զոմբիները ստեղծվելու են տարբեր ժամանակահատվածներում ու ռանդոմ ձևով, այսինքն պատահական ձևով։ Հետևաբար պետք է գրենք պատահականության հրամանները նրանց համար։ Ինչպես ենք դա անում։ Նախ եւ առաջ գրում ենք բեմ եւ գրում ենք իրադարձություններ բաժնից, երբ դրոշակը սեղմված է, այստեղ գրելու ենք թվերով, այսինքն ամեն զոմբին իր համարը կունենա։ Կլինի 1, 2, 3, 4 եւ 5 համարներով։ Մենք կստեղծենք փոփոխական, որը կլինի ամեն անգամ տարբեր, 1-ից 5 արժեքները, որևիցե մեկը կընդունի։
Եվ նայած, որ արժեքը ընդունի, այս դերը զոմբին կստեղծվի։ Հետևաբար, փոփոխական բաժնից ստեղծում ենք փոփոխական եւ անունը դնում ենք zombie number, այսինքն համարը zombie։ Երբ որ խաղը սկսվում է, երբ որ դրոշակը սեղմում ենք, մեր zombie number-ը կլինի պատահական թիվ հաշվարկը բաժնից 1-ից 5-ը։ Եվ ստուգում ենք։ Եթե հաշվարկ բաժնից հավասար է փոփոխական բաժնից zombie number-ը 1-ի, ապա կստեղծվի zombie flag-ը։ Հետևաբար կառավարում բաժնից ստեղծել preview-ն փոխարինում ենք zombie flag-ի կրկնօրինակը։ Եթե ապան կրկնօրինակենք, եթե 2, ապա կստեղծվի հաջորդ zombie-ին, այսինքն zombie normal-ի կրկնօրինակը։ Եթե 3, ապա կստեղծվի zombie pro-ի կրկնօրինակը, եթե 4, ապա zombie orange coon, ու եթե 5, ապա կստեղծվի մեր zombie bucket-ի կրկնօրինակը։ Եվ այսպիսով գնում ենք գրենք նրանց հրամանները։ Նաև ավելացնենք, որ այս ամենը կատարվի անընդհատ, որպեսզի մի անգամ չստեղծվի, այլ անվերջ ստեղծվի։ Եվ ինչ-որ ժամանակը 1, այսինքն դնում ենք սպասել 1 վայրկյան եւ հաշվարկ բաժնից վերցնում ենք պատահական թիվ, օրինակ թող լինի դեռ 1-ից մինչև 5 վայրկյան, հետո կփոփոխենք։ Հիմա գնացինք zombie flag-ի հրամանները ավելացնենք։ Երբ որ մեր zombie flag-ը ստեղծվում է, այսինքն երբ սկսում ենք որպես կրկնօրինակ կառավարում բաժնից, նա պետք է ստեղծվի աջ կողմում գնա դեպի ձախ, այսինքն նախ նա ունի մի քանի զգեստ, շարժվելու զգեստները նրա fix ենք, զգեստը դնում ենք առաջինը եւ գրում ենք, որ շարժ բաժնից նա գնա դեպի ձախ կոորդինատները, մեր մոտ ձախ կոորդինատը այստեղ են։ Տեղափոխեցինք, հրամանները փոփոխում ենք ըստ այս կոորդինատների 236 եւ 12։ Բայց 12-ը կարող ենք չֆիքսել, որովհետեւ նա պետք է տարբեր բարձրությունների վրա հայտնվի։ Այսինքն ամենաներքևինը կլինի օրինակ այս դիրքը, y-ը նայում ենք -130, հաշվարկ բաժնից վերցնում ենք պատահական թիվը դնում ենք y-ի մեջ, գրում ենք -130 եւ նրան բարձրացնենք վերև, նայենք այս դիրքն է երկրորդը։ Հետևաբար եղավ 83։ Այնուհետև նա պետք է անընդհատ գնա առաջ, մինչև հպվի ձախ եզրին կամ ինչ-որ մի բանի դեմ գա, այսինքն ինչ-որ մի բան խանգարի։ Այսինքն դրեցինք անվերջ եւ նա գնալու է այնքան ժամանակ առաջ, մինչև տվյալ դեպքում մեզ մենակ խանգարելու է walnut-ը։ Այսինքն եթե գա նա walnut-ին կպնի, մեր walnut-ը նրան խանգարելու է, որպեսզի նա չառաջանա։ Հետևաբար գրում ենք եթե նա դեռ չի կպե walnut-ին, հաշվարկ բաժնից վերցնում ենք ոչ, եւ ընկալում բաժնից վերցնում ենք հպվում է walnut։ Եթե նա չի կպե walnut-ին, պետք է գնա առաջ, հետևաբար շարժ բաժնից փոխել x-ը -3-ով։ Եվ նաև փոխենք զգեստները, հաջորդ զգեստը։ Նկատենք, որ արագ է գնում կառավարում բաժնից վերցնենք սպասել 0.1 վայրկյան, օրինակ։ Նկատենք, որ արդեն ամեն ինչ ավելի լավ է։ Գնաց ձախ, ընտիր է։ Նաև փորձարկենք մեր walnut-ի պահը։ Սեղմենք դրոշակին, սեղմենք play, walnut-ը դնենք օրինակ այստեղ եւ այս հրամանը սեղմենք, որպեսզի նա առաջանա։ Մի քիչ մոտեցնեմ։ Նկատենք, որ երբ որ հպվում է walnut-ը, կանգ է առնում։ Նաև գնում ենք walnut-ի մոտ, որպեսզի walnut-ի հրամաններն գրենք, որովհետեւ մեր զոմբին նրան պետք է ուտի։ Այսինքն ինչ-որ մի պահի մեր walnut-ը պետք է անհետանա։ Հետևաբար walnut-ի մոտ գրում ենք հետևյալը։ Գրում ենք,
երբ սկսում եմ որպես կրկնօրինակ կառավարում բաժնից, մեր walnut-ը ունի 3 կյանք։ Փոփոխականներ բաժնից, եկեք ես zombie number-ը հանեմ, փոփոխական բաժնից ստեղծենք walnut life։ Եվ դնում ենք, որ մեր walnut life-ը 10 է, որպեսզի նա երկար դիմանա։ Այնուհետև գրում ենք անվերջ կառավարում բաժնից եւ գրում ենք, եթե նա զոմբիներից որևիցե մեկին կպնի, ապա նրա կյանքերը պետք է պակասեն։ Քանի որ զոմբիները մեր մոտ 5 հատ են, գրում ենք հաշվարկը բաժնից կամը։ Հիմա երկար կամ ենք գրելու իրար հետ։ Կամ կրկնօրինակենք, մեզ պետք է 5 մասանի կամ։ Կրկնօրինակեցինք, նկատեցինք, որ 5 հատ մաս ստացվեց մեր մոտ։ Եվ համապատասխանաբար բոլոր զոմբիների անունները պետք է տեղադրենք հերթով։ Zombie flag, հերթականությունը կարևոր չի։ Այս մեծ կամը տեղադրելու ենք, այսպիսի երկար կամ ստացվեց, տեղադրելու ենք եթե ապայի մեջ։ Եթե կպնում է մեր զոմբիներից ինչ-որ մեկին, ապա, որպեսզի իմանանք, որ նրա կյանքը պակասեց, պայծառությունը կփոփոխենք, այսինքն տեսք բաժնից փոխել գույն էֆեկտը, գույնը սարքում ենք պայծառություն եւ գրում ենք արժեքը -5, որպեսզի մի փոքր նա խամրի։ Այնուհետև նաեւ փոփոխական բաժնից փոխում ենք մեր walnut life-ի արժեքը -1-ով, որպեսզի պակասի եւ անընդհատ կստուգենք, արդյոք մեր walnut life-ի կյանքերը վերջացել են։ Walnut life-ը վերցնեմ, կառավարում բաժնից վերցնում ենք նաեւ եթե ապան եւ հաշվարկ բաժնից վերցնում ենք հավասար է։ Այսինքն եթե walnut life-ը հավասար է 0-ի, ապա նա պետք է ջնջվի։ Կառավարում բաժնից ջնջել այս կրկնօրինակը։ Իսկ եթե ոչ, որպեսզի շատ արագ նրա կյանքերը չսպառվեն, դնում ենք սպասել բաժնից 0.5 վայրկյան, որ կես վայրկյանը մեկն է, սկսի պայծառությունը իր խամրել։ Նաև տեսք բաժնից դնենք սկզբնական էֆեկտը, այսինքն կիրառել գույն էֆեկտ, երբ սկսում եմ որպես կրկնօրինակի մոտ, գույնը սարքում ենք պայծառություն։ Փորձարկենք, սեղմեցինք play, հեսա մեր զոմբիին կկանչենք, եկեք միայն այս հրամանը այսպես անենք, որպեսզի այսպես գա մեր զոմբին։ Zombie flag։ Մոռացել ենք դնենք, երբ սկսում եմ որպես կրկնօրինակի մոտ ցույց տալ։ Դրա համար էլ չի գալիս։ Ահա, play, նկատենք, որ նա արդեն գալիս է։ Walnut-ը դրեցինք։ Նայում ենք կյանքերին, նկատենք, որ մքացա 6, 5, 4, 3, 2, 1 և ահա, ընտիր։ Նաև զոմբիների մոտ, եթե նկատեցինք դրոշակը, երբ որ սեղմում ենք, մեր զոմբիները միանգամից հայտնվում են արդեն, բայց պետք է հայտնվեն play սեղմելուց հետո, հետևաբար այստեղ ոչ թե դնում ենք, երբ դրոշակը սեղմված է, այլ դնում ենք, երբ ստանում եմ start իրադարձություններ բաժնից։ Ահա, այն հիմա լավ կաշխատի արդեն։ Walnut life-ը մեզ հարկավոր չէ, սեղմում ենք play, նոր մեր զոմբիները սկսում են գալ։ Նաև կարող ենք ավելացնել, որ միանգամից չկան, այլ սպասեն, այսինքն այս հրամանը վերև բարձրացնենք, թող սպասի ինչ-որ ժամանակ նոր սկսի մեր խաղը։ Նորից փորձարկենք ինչ եղավ, սեղմեցինք play, նկատենք, որ ինչ-որ ժամանակ սպասում է և գալիս է։ Եթե ուզում ենք հստակ սպասի, կարող ենք իջացնել այս սպասելու հրամանը և ուղղակի ավելացնել, օրինակ, որ միշտ նրանք գան 3 վայրկյան հետո, այսպես ենք անում, անվերջից դուրս ենք դնում։ Դրոշակին սեղմեցինք և նկատենք, որ նրանք միշտ 3 վայրկյան հետո են գալու։ Սկսեց ստեղծվել։ Լավ, գնացինք առաջ։ Ավելացնենք զոմբիի մնացած հրամանները։
Զոմբին երբ որ կպնում է մեր pea shooter-ին կամ մեր cabbage-ին, ապա նա պետք է կյանք կորցնի։ Հետևաբար գրում ենք, երբ սկսում եմ որպես կրկնօրինակ, այստեղ եկեք գրենք, կարող ենք այս հատվածը կրկնօրինակել, ոչը հանել ուղղակի այստեղից, երբ որ հպվում է walnut-ի փոխարեն, այս ամեն ինչ մեզ պետք չի, երբ որ հպվում ենք pea shooter-ին կամ հաշվարկբաժնից տեղադրեցինք, կամ երբ որ հպվում ենք cabbage-ին, նրանք ուղղակի կյանքեր են կորցնելու, բայց եթե կպնենք potato mine-ին կամ mushroom-ին, միանգամից ջնջվելու է, որովհետև նրանք պայթյունավտանգ են։ Հետևաբար գնացինք փոխել էլի պայծառությունը կառավարում բաժնից, նույն ձևի ենք անելու, ինչ որ մեր walnut-ի դեպքում։ -20-ով, նաև եկեք ավելացնենք մեր զոմբիներին կյանքեր, որպեսզի նրանք միանգամից չանհետանան, այլ չոր ժամանակ հետո անհետանան, իսկ մի քանի կյանք ունենանք։ Ստեղծենք փոփոխական, անունը դնում ենք zombie life։ Եվ փոփոխականը ստեղծում ենք միայն այս կերպարի համար։ Երբ սկսում եմ որպես կրկնօրինակ, zombie life-ը պետք է լինի 3, եթե ուզում եք ձեր զոմբիները ավելի շատ կյանքեր ունենան, թիվը մեծ եք գրում։ Կարող եք մեծ զոմբիների համար շատ կյանքեր դնել, փոքր զոմբիների համար քիչ։ Տեսք բաժնից կիրառել պայծառություն էֆեկտը, որպեսզի ի սկզբանե նա պայծառությունը 0 լինի, հետո արդեն սկսենք քչացնել։ Եվ էֆեկտը տեղադրեցինք, նաև փոխում ենք մեր zombie life-ը -1-ով, որպեսզի կյանքը պակասի։ Եվ էլի ստուգում ենք, եթե մեր zombie life-ը հավասար է 0-ի, ապա մեր կերպարը պետք է ջնջվի։ Zombie life-ը հաշվարկ բաժնից հավասար է 0-ի, կառավարում բաժնից ջնջել այս կրկնօրինակը։ Ահա, եւ նաեւ, որպեսզի շատ արագ այս ամեն ինչը տեղի չունենա, դնում ենք սպասել 0.2 վայրկյան օրինակ։ Դուք կարող եք թվերը փոփոխել, ըստ ցանկության։ Նաեւ եկեք կրկնօրինակենք այս հատվածը եւ մի փոքր փոփոխություններ անել։ Նախ այս ներսի հատվածը մեզ պետք չի, եթե ապա տեղադրեցինք, եթե կպնում է potato mine-ին կամ կպնում է mushroom-ին, նա ուղղակի պետք է ջնջվի։ Եկեք նաև դնենք մեր սպասելու հրամանը, որ միանգամից ջնջվի, այլ աստիճանաբար։ Ահա, դա կջնջվի 0.3 վայրկյան 1, կարող ենք սենց անել։ Կարող ենք դնել էֆեկտ, կրկնել, երբ որ հպվում է potato mine-ին կամ mushroom-ին, դնենք կրկնելու էֆեկտը և տեսք բաժնից կարող ենք էլի փոխել պայծառություն, բայց արդեն շատ արագ անենք այս ամեն ինչը։ Փոխել գույն էֆեկտը, դարձնում ենք պայծառություն և օրինակ այստեղ դնենք 10-ով և մի փոքր սպասել դնենք, ասենք թե 0.01 վայրկյան, որովհետեւ շատ արագ տեղի չունենա ամեն ինչ։ Եվ կառավարումից ջնջել այս կրկնօրինակը։ Փորձարկենք, սեղմեցինք play, ահա, 3 վայրկյան անց մեր զոմբին հայտնվեց, եկեք այս mushroom-ի հրամանները գրենք, ահա, մոռացել ենք մինուս այստեղ դնենք, ավելացրեցինք մինուսը, արևներին հավաքենք, նկատենք, որ մեր pea shooter-ն էլ է աշխատում, ահա, մի քանի հրաման ենք ավելացնում և ավարտում ենք այս ամենով։ Երբ որ դրոշակը սեղմված է, ահա, գնացինք առաջ։ Եկեք ավելացնենք այս հրամանները մնացած զոմբիների մոտ, այսինքն կրկնօրինակում ենք ուղղակի։ Եթե ինչ-որ զոմբիներ ուզում եք, որ ավելի շատ կյանքեր ունենան, ապա նրանց կյանքերը համապատասխանաբար շատացնում ենք։ Այստեղ իրարից հեռացնենք և հաջորդի մեջ կրկնօրինակենք։
եկեք այս մեծ զոմբիի մոտ, այս մեծ զոմբիի մոտ ավելացնենք, օրինակ 5 վայրկյան լինի։ Եվ փորձարկում ենք, որպեսզի վայրկյանները ճիշտ լինեն։ Հիմա այստեղ մեր մոտ հաջորդ զգեստի հրամաններում նորմալ աշխատում է։ Փորձարկենք սրա մոտ, գտնում եք հաջորդ զգեստը, սեղմում ենք, նայում ենք նորմալ է գնում, թե չէ։ Կարող ենք թիվը փոխել, եթե մեզ դուր չի գալիս, օրինակ 0.01 վայրկյան։ Եվ նաև կարող ենք փոխել նրա արագությունը, օրինակ ստեղ դնենք 2.5, որ մի քիչ ավելի դանդաղ գա, քան թե մնացածները կամ 2։ Այս մեկինը փոփոխացինք, դարձրեցինք -1 եւ 0.3։ Գնացինք հաջորդին, սեղմեցինք, նայում ենք, իր համար 0.1-ը շատ դանդաղ է, հետեւաբար 0.05 կարող ենք դնել կամ այսպես նորից փորձարկենք, 0.5-ն էլ է դանդաղ, այսինքն 0.1 կարող ենք թողել, նաեւ նրա արագությունը փոխենք, օրինակ -1-ի, նա դանդաղ է գալիս 0.5-ի օրինակ։ -0.5-ի փոխենք, այսպես, անցանք առաջ, զգեստն էլ չենք մոռանում Zombie Pro, այստեղ նույնպես զգեստը չենք մոռանում, հաջորդին կրկնօրինակեցինք հրամանները և այստեղ նույնպես կարգավորում ենք Առաջի զգեստն ենք դնում, այնուհետև նայում ենք, որպեսզի Zombie Life-ը լինի 3, մնացած ամեն ինչ կարծես թե նորմալ է, այստեղ կարելի է դնել -1, որպեսզի մի քիչ արագ գա, և կրկնօրինակենք վերջի զոմբիի մոտ, Zombie Life-ը 3 լավ է, կարգավորենք, նկատեք, որ շատ արագ է գնում, 0.1 փորձենք, 0.05 0.04 և -1 վայրկյան, զգեստն էլ փոխեցինք մեր առաջին զգեստը, կյանքերը մնում են նույն ձևի, Zombie Life-ի մոտ այս հրամանը հանենք, Zombie Flag-ի մոտի կյանքն է, հանեցինք, նա մեզ պետք չէ, և վերադառնանք բեմ և փոխենք 1-ից 5 վայրկյան, այստեղ, և փոխենք զոմբիների թիվը թող ռանդոմ լինի, այստեղ էլ հանենք, որպեսզի մի վայրկյանում եք ստեղծվի, նայենք ոնց է աշխատում մեր հրամանները, տեսնենք զոմբիները ինչպես են գալիս, կարող ենք արդեն նախնական խաղալ, նկատենք, որ գալիս են ընտիր ժամանակահատվածներում և այսպես, կարող ենք արդեն դնել մեր բույսերին, նկատենք, որ ամեն ինչ աշխատում է, ամեն ինչ լավ է, գնացինք առաջ, նաև եկեք ավելացնենք մնացած հրամանները, երբ որ մեր Pia Shooter-ը կրակում է և կպնում է որևիցե զոմբին, նրա փամփուշտը պետք է անհետանա։ Հետևաբար, Pia Shooter-ի մոտ գրում ենք, որ եթե, այստեղ ունեինք մեծ հրաման, այս, գրում ենք Walnut-ի մոտ, որպեսզի այս եթե ապայի հրամանը տեղափոխենք Pia Shooter-ի մոտ, մեզ կամի հրամանն է հենց արկավոր։ Կարող ենք այս ամեն ինչը վերցնել, տեղափոխել Pia Shooter-ի մոտ և մի քիչ փոխել։ Անվերջից այս ամենը հանում ենք, մեզ պետք է միայն ջնջել այս կրկնօրինակը և կառավարում բաժնից, երբ սկսում է որպես կրկնօրինակ, որպեսզի երբ որ մեր Pia Shooter-ը կպնի զոմբին, նա անհետանա, և բույսը անհետանա, և նրա փամփուշտը անհետանա։ Այս ամեն ինչը դնում ենք Sunflower-ի մոտ և գնում ենք Potato Mine-ի մոտ։ Դնում ենք նաև Potato Mine-ի մոտ, Cabbage-ի մոտ և Mushroom-ի մոտ։ Եվ փոփոխում ենք մի փոքր։ Pia Shooter-ի մոտ նաև ավելացնենք, որպեսզի նա միանգամից չանհետանա, այլ 0.1 վայրկյան հետո օրինակ անհետանա, որպեսզի և մեր զոմբիները հասկանան, որ նրանց ինչ-որ մեկը կրակել է, և նա հասցնի արդեն
անհետանալ։ Մենք շատ տարբերություն չենք զգա այս հրամանից։ Այնուհետև գնանք մեր potato mine-ի մոտ եւ ավելացնենք հրամանները։ Այս անվերջը, որ գրել ենք, կարող ենք դնել մեր IIS հրամանի հետ միացնենք։ Հետևաբար, եթե ապա այլապես ենք վերցնում, այս կամերը տեղադրում ենք եթե ապա այլապեսի մեջ, ջնջել այս կրկնօրինակը հələ որ մեզ պետք չէ, եւ գրում ենք հետեւյալը. եթե նա կպնում է zombie flag-ին, ապա նա պետք է պայթյուն ունենա։ Հետևաբար, պետք է հագնի նրա potato mine վերջին IIS զգեստը։ Տեսք բաժնից վերցնում ենք զգեստը, potato mine meshed, այնուհետև այդ զգեստով թող մի քիչ մնա ու ջնջվի։ Այսինքն սպասելն ենք դնում, օրինակ 0.4 վայրկյան եւ կառավարում բաժնից էլի վերցնում ենք ջնջել այս կրկնօրինակը։ Իսկ այլապեսի մեջ, այսինքն եթե ոչ մեկին չի հպվել, դնում ենք IIS անվերջի միջի գրած հրամանները։ Եվ եթե ապան տեղափոխում ենք։ Այսպիսի տեսք պետք է ստացվի, այսինքն երբ որ նա կպնի զոմբիներին, նա պայթում է, մնում է մի քիչ այդպիսի վիճակում, եւ որ զոմբիները անհետանան, եւ որ գեղեցիկ էֆեկտ ունենան։ Եթե ոչ մեկին չի կպնում, ապա նա այդ կարմիր լույսիկն է վառելու։ Գնանք մեր cabbage-ի մոտ, նայենք նրա մոտ կա փոփոխելու բան արդյոք թե ոչ, այստեղ չունենք ոչ մի բան փոփոխելու, երբ որ, այսինքն ոչ չունենք։ Երբ որ կպնում է մեր զոմբիներին, ապա նա պետք է մի փոքր սպասի։ Cabbage-ի մոտ նայում ենք, եթե նա կպել է զոմբիներին, ապա ինչ որ տևական ժամանակ պետք է կպնի, կամ նա նույնպես կունենա կյանքեր։ Հետևաբար նրան փոփոխական բաժնից ստեղծում ենք cabbage life, ինչպես զոմբիների դեպքում արեցինք, եւ անում ենք միայն այս կերպարի համար։ Սեղմեցինք լավ։ Այնուհետև կարող ենք ուղղակի կրկնօրինակել այս հատվածը։ Եթե կպնի, ապա նայում ենք cabbage life-ը փոփոխում ենք, պայծառությունը փոփոխում ենք, եւ եթե մեր կյանքեր հավասարվում են 0-ի, հետևաբար վերջանում է խաղը։ Կարող ենք այս ամեն ինչը cabbage-ի մոտ կրկնօրինակել, այստեղ ուղղակի արդեն ոչ թե zombie life է, այլ cabbage life։ Մի հատ էլ այստեղից կարող ենք ջնջել այս կրկնօրինակը եւ cabbage life-ը դնում ենք օրինակ 3, ավելացնում ենք նաեւ այստեղ cabbage life-ը հավասար է 0, պայծառությունը փոխեցինք, ջնջել այս կրկնօրինակը դեռ մեզ հարկավոր չէ։ Այնուհետև նաև դնենք տեսք բաժնից կիրառել գույն էֆեկտը, գույնը սարքենք պայծառություն եւ կարող ենք փորձարկել։ Եկանք սեղմեցինք play։ Ահա։ Սա մի հատ էլ արևի կընտրենք, ահա, եւ դնենք մեր cabbage-ը։ Ահա, նկատենք, որ կորեց։ Չես լավ չի լինում։ Ամբողջ 5 վայրկյան թող լինի։ Փորձարկենք, սեղմեցինք play, վերցրեցինք մեր արևներին, ահա, cabbage-ը դրեցինք, նա սկսում է պայքարել, ահա, նկատենք, որ համ նա վնաս տվեց, համ անհետացավ։ Վնաս տվեց, բայց խառնվեցի իրար էլի։ Play, նորից, cabbage-ը դրեցինք, չէ, ոչ է վնաս է տալի, արա վատ ես, հյաշոթրում տաղ դրը։ Նկատենք, որ չի աշխատում, որովհետև ունենք անուշադրության սխալ, այստեղ cabbage պետք է լինի, բոլոր զոմբիների մեջ մոտ փոխում ենք cabbage ենք սարքում։ Նաև ավելացնենք Lone Moore-ի հրամանները, որ երբ որ զոմբին կհասնի ձախ եզր, Lone Moore-ը նրան պետք է նրա վրայով պետք է անցնի։ Հետևաբար գնացինք Lone Moore-ի մոտ եւ գրում ենք, երբ դրոշակը սեղմված է, նրա չափսերը ֆիքսում ենք 60։ Տեսք բաժնից չափսը 60։ Այնուհետև
Դե դրոշակը սեղմելուց թաքցնում ենք նրան, որովհետև խաղի սկիզբը չէ, հələ խաղը չի սկսել։ Այնուհետև երբ ստանում եմ start իրադարձություններ բաժնից, դնում ենք շարժ բաժնից գնալ դեպի հրամանը, նայում ենք նախ ինքը որտեղ է, այստեղ է։ Նրան դնում ենք հետևյալ կոորդինատներով։ Մոտավորապես, այսինքն y-ը 120 լինի։ Այնուհետև կառավարում բաժնից կրկնել և ստեղծել իմ կրկնօրինակը։ Ամեն տողում պետք է մի հատ lone mover ունենանք մենք։ Ստեղծել իմ կրկնօրինակը, այսինքն 5 հատ կրկնօրինակ պետք է ունենանք, որտեղ 5-ը շարք ունենք մենք։ Եվ շարժ բաժնից փոխել y-ը -60-ով։ Այսպիսի բան պետք է ստացվի մեր մոտ, ձախ կողմից պետք է հայտնվեն արդեն։ Շատ բարի։ Անցանք առաջ։ Կառավարում բաժնից երբ սկսում եմ որպես կրկնօրինակ, պետք է անընդհատ ստուգի, արդյոք նա հպվում է զոմբիներից ինչ-որ մեկին։ Մենք ստեղ ունենք արդեն այդ հրամանը։ Ահա։ Տեղափոխեցինք, այս հրամանը մեզ մարշրումի մեջ հարկավոր չէ, որտեղ նա ինքնուրույն պայթում է։ Երբ որ հպվեց, անվերջը չմոռանանք, ապա նա պետք է գնա դեպի աջ, այնքան մինչև հասնի աջ եզրին։ Կառավարում բաժնից կրկնել մինչև, ջնջել այս կրկնօրինակը, իջացնում ենք ներքև և գրում ենք հաշվարկ բաժնից փոքր է և շարժ բաժնից x-ը։ Գրում ենք 240-ը փոքր է x-ից, այսինքն եթե հասնում ենք աջ եզրին, քանի դեռ չենք հասել աջ եզրին, գրում ենք դեպի աջ, փոխել x-ը 10-ով, փորձարկենք, նրա զոմբի ստեղծվի, բերենք նրա վրա, նկատենք, որ նա անցնում է առաջ, բայց մեր զոմբիները չեն ջնջվում, հետևաբար զոմբիների մոտ գրում ենք, որ եթե, եկեք մեկի մոտ գրենք, մնացածի մոտ հավելացնենք, երբ սկսում եմ որպես կրկնօրինակ, դնում ենք անվերջ և եթե հպվում է մեր lone mover-ին, պետք է ջնջվի, եթե ընկալում բաժնից հպվում է, ապա եկեք դնենք սպասելը, որպեսզի ոչ մի բակ տեղի չունենա 0.01 վայրկյան և ջնջել այս կրկնօրինակը կառավարում բաժնից։ Այս ամենը ավելացնենք մնացած բոլոր զոմբիներին։ Ավելացրեցինք։ Փորձարկենք, դրոշակը սեղմեցինք, աղը սկսվեց, սեղմեցինք play։ Ինչ ենք մոռացել ստե։ Մոռացել ենք գրենք ցույց տալ։ Տեսք բաժնից ավելացնենք ցույց տալ, երբ սկսում է որպես կրկնօրինակի մեջ, նորից դրոշակը սեղմեցինք, play, զոմբին եկավ, նրան վերցրեցինք, տարանք ձախ, կպավ, ջնջվեց։ Զոմբին շատ ավելի արագ է ջնջվում, հետևաբար դնում ենք կառավարում բաժնից, սպասել 0.01 վայրկյան, բոլոր տեղերը ավելացնում ենք, որպեսզի մեր lone mover-ն է հասկանա, որ նրան զոմբին կպել է և նա պետք է շարժվի։ Բոլոր զոմբիներին ավելացնենք, մնացած հրամանները արդեն ստուգենք, որ ամեն ինչ նորմալ լինի, ավելորդ հրամանները կհեռացնենք։ Նաև եկեք ավելացնենք զոմբիների քանակը, հետո նոր արդեն այս հրամանը կկրկնօրինակենք մնացած զոմբիների մոտ։ Փոփոխական բաժնից ստեղծենք փոփոխական, անունը դնենք zombie count։ Այնուհետև զոմբիները սկզբից ստեղծվելուց մենք պետք է հստակ իմանանք քանի զոմբի է ստեղծվում և ինչքան է մնացել, որ գան։ Հետևաբար մեր zombie count-ը բեմի մեջ տեղադրում ենք։ Երբ ստանում եմ start, մեր zombie count-ը թող լինի օրինակ 15 հատ, որ մենք իմանանք, որ մենք 15 զոմբի ունենք ընդհանուր առմամբ։ Բայց մեր zombie count-ը մեզ ցույց է տալի, քանի հատ է մնացել, այսինքն մենք պետք է անընդհատ նրան պակասացնենք։ Հետևաբար, երբ որ դրոշակը սեղմենք, այս փոփոխականը, zombie count փոփոխականը չի երևալու։ Այսինքն փոփոխականներ բաժնից թաքցնում ենք zombie count-ը։
Եվ նա երևում է, երբ որ մեր խաղը սկսում ենք, այսինքն ցույց տալ zombie count։ Այնուհետև եկեք երկու անգամ սեղմենք այս zombie count-ի վրա, տեղադրենք աջ կողմը, որպեսզի խաղացողն էլ իմանա, որ նրան մնացել է այս քանակի զոմբիներ։ Ամեն անգամ, երբ որ զոմբին ստեղծվում է, եկեք մեկով պակասացնենք zombie count-ը։ Այսինքն փոխել zombie count-ը -1-ով, սպասելուց առաջ ենք տեղադրում։ Եվ դա պետք է կատարվի այնքան ժամանակ, մինչև զոմբիների թիվը դառնա 0։ Կառավարում կրկնել մինչև, այսինքն այս գործողությունները պետք է կրկնվեն այնքան ժամանակ, մինչև մեր zombie count-ը դառնա 0։ Հաշվարկից վերցնենք հավասարը եւ փոփոխական բաժնից վերցնենք zombie count։ Այնուհետև գրում ենք, քանի դեռ zombie count-ը հավասար չի 0-ի, այս ամեն ինչը տեղի է ունենում։ Անվերջը հեռացնում ենք եւ տեղադրում ենք այստեղ։ Փորձարկենք play, նայում ենք այստեղ, զոմբին ստեղծվեց, մի հատիկով պակասեց մեր թիվը, նայեք, հաջորդը ստեղծվեց, էլի մեկով պակասեց։ Նկատենք, որ ամեն ինչ աշխատում է։ Եկեք դնենք այսպես, օրինակ սա այստեղ, ահա, Python մեկով պակասեց և ահա։ Եկեք ավելացնենք նաև զոմբիների հրամանները, կարող ենք ավելացնել միավորներ, որ իմանանք քանի միավոր ունենք ընդհանուր, դրա համար ուղղակի կստեղծենք փոփոխական և կավելացնենք ստեղ, բայց ես կարիքը չեմ զգում, հետևաբար ոչինչ չենք անում, եթե ուզում եք կարող եք ավելացնել այստեղ էլ, երբ որ զոմբիները ջնջվեն, կփոխենք այդ միավորը, ահա, ամեն ինչը նորմալ է, այստեղ տեղադրենք մեզ մնում է մենակ ավելացնել ձայները և մենք խաղը ավարտում ենք։ Մի հատ վերջնական փորձարկենք։ Ամեն ինչ նորմալ է, կարող ենք այստեղ վայրկյանները ուղղակի շատացնել, դնենք 5-ից 10 վայրկյան, որպեսզի իրար գլխի չհավաքվեն։ Եվ գրենք վերջապես ձայները։ Ուրեմն մենք ունենք ձայներից մեր հենց խաղի ձայնը։ Այս ձայնը։ Նրանք կիրառում ենք հետևյալ կերպ, երբ որ խաղը սկսում է, հետևաբար ձայնը սկսում է։ Գնացինք ձայն բաժին և գտնում ենք արտաբերել ձայնը մինչև ավարտը։ Խաղը երբ որ սկսում է, այսինքն երբ որ մենք դրոշակին սկսում ենք, նրա theme song-ներ լինելու, այսինքն իր երգը հենց։ Դարձնում ենք սա Plants vs Zombies soundtrack և դնում ենք անվերջի մեջ, որովհետև ամբողջ խաղի ընթացքում նա լինելու է։ Տեղադրեցինք։ Երբ որ զոմբիները ստեղծվում են, սկսում են ստեղծվել, այսինքն խաղը երբ որ սկսում է, մենք ունենանք the zombies are coming ձայնը եւ ամեն անգամ երբ որ ինչ-որ զոմբի է ստեղծվում, համապատասխան զոմբիի ձայնը։ Այսինքն գնացինք ձայն բաժին, գտնում ենք արտաբերել ձայնը եւ այստեղ գտնում ենք the zombies are, այսինքն այս ձայնը կասի եւ կսկսվի։ Այնուհետև, երբ որ սկսվեց, ձայնը ասեց, զոմբին ստեղծվեց, պետք է նույնպես զոմբին ձայն ունենա, հետևաբար արտաբերել ձայնը դնում ենք փոխել zombie count-ից կամ առաջ կամ հետո։ Տարբերություն չկա, այստեղ ունենք երկու տարբերակ, grown-ը և grown 5-ը, ձեզ որը դուր է գալիս, կարող եք օգտագործել, երկուսն է հնարավոր է փոփոխել։ Այնուհետև փորձարկենք օրինակ հիմա եկեք այստեղ։ Նկատենք զոմբին ստեղծվեց համապատասխան ձայնը կա, հաջորդին սպասենք։ Ահա, նաև երբ որ մենք բույս ենք տեղադրում մեր դաշտում, պետք է բույսն է ձայն ունենա։ Գնացինք բույսերի մոտ և գրում ենք սկսել ձայնը, երբ որ մեր մկնիկի ցուցիչը իջեցրեցինք, բարձրացրեցինք և նրան տեղադրեցինք, այսինքն դնում ենք սկսել ձայնը, plant audio converter bla bla bla, plant-ի ձայնը և ամենտեղ ավելացնում ենք այս ձայնը, կարող ենք ձեռի հետ գեղեցկացնել մեր կոդը, այստեղ նույնպես դնում ենք արտաբերել plant online ձայնը, կրկնել մինչևից անմիջապես հետո, well not-ը նույնպես, այստեղ ուղղակի crunch-ը փոխարինում ենք plant-ով և երբ որ նրան ուտեն,
մեր walnut-ին ուտեն, այդ ժամանակ նույնպես կարող ենք դնել, որպեսզի ձայն գա, որպեսզի իմանանք, որ մեր walnut-ին ուտում են այս պահի դրությամբ։ Եվ դնում ենք արտաբերել crunch, արտաբերել crunch ձայնը մինչև ավարտը դնում ենք եթե ապայի մեջ, այսինքն երբ որ զոմբին ուտում են, այդ ժամանակ այդ ձայնը գա։ Ավելացնենք potato mine-ի մոտ նույնպես արտաբերել ձայնը։ Սպասելուց առաջ ենք դնում, որովհետև մենք նրան դրեցինք մեր դաշտի մեջ, ձայնը պետք է գա։ Նույնպես անում ենք հաջորդ կերպարի համար։ Այստեղ կրկնել մինչևից հետո։ Եվ մնում է մենակ մաշրումը։ Մաշրումին էլ ավելացնենք, արտաբերել, փորձարկենք, play, այսպիսի ձայն պետք է գա։ Օրինակ, նկատենք, որ ձայնը կա, այս ուղղությամբ, գնացինք առաջ, նաև low-on mover-ն էլ ձայն ունի, երբ որ զոմբիները կան հպվել նրան, նա պետք է միանա, այսինքն ձայն պետք է արտաբերի, այսինքն այստեղ կրկնել մինչևի մոտ, գրում ենք սկսել ձայն vroom, սկսել ձայն vroom, փորձարկենք, play, նկատենք, որ ամեն ինչ լավ աշխատում է։ Ավելացնենք game over-ը ու winner-ը։ Game over-ը լինում է այն ժամանակ, երբ որ զոմբիները հասնում են մեր տանը, այսինքն ձախ եզրին։ Մեր մոտ ձախ եզրում ունենք այսպիսի սպիտակ գույնի կերպար, նրան թաքցնենք, եկեք գրենք նրա հրամանները։ Երբ որ դրոշակը սեղմված է տեսք բաժնից, նրան թաքցնում ենք, որովհետև նա չպետք է երևա, այնուհետև երբ որ սկսում է խաղը, այսինքն երբ ստանում եմ start, նրան պետք է ցույց տանք, բայց նա պետք է լինի թափանցիկ, հետևաբար նրա վրա էֆեկտ պետք է կիրառենք։ Կիրառում ենք գույն էֆեկտը, գույնը սարքում ենք ուրվական եւ դարձնում ենք 100%, այսինքն ինքը պետք է թափանցիկ լինի։ Եվ որպեսզի ամեն ինչ լավ լինի, գրում ենք անվերջ, ավելացնում ենք անվերջ եւ եթե ապայի հրամանները։ Այն երկար, եթե ապան է մեզ հարկավոր։ Այս ամենը վերցնում ենք, դնում ենք winner line-ի մեջ։ Դրեցինք այստեղ game over line-ի մեջ։ Այնուհետև գրում ենք տեսք բաժնից թաքցնել եւ խաղը ավարտվում է։ Իրադարձություններ բաժնից հաղորդել, հաղորդագրություն եւ սպասել։ Նոր հաղորդագրություն game over։ Երբ որ ստանում է մեր կերպարը game over, խաղը ավարտվում է։ Այսինքն գրեցինք նախ երբ դրոշակը սեղմված է, նրան թաքցնում ենք տեսք բաժնից, թաքցրեցինք եւ գրում ենք երբ ստանում եմ game over, ապա պետք է լինի գեղեցիկ անիմացիա, մեր game over կերպարը պետք է հագնի իր game over-'s guest-ը եւ հայտնվի։ Հետևաբար եկեք ստեղծենք անիմացիա, մասնիկ ստեղծենք, անունը տնենք animation։ Animation եւ animation-ի հրամաններն են գրում համապատասխանաբար։ Նախ մեզ պետք չի ոչ zombie left-ը, ոչ sunscore-ը, հետևաբար նրանց կարող ենք թաքցնել, որպեսզի նրանք անիմացիայի ժամանակ չերևան, այստեղ եմ գրում։ Թաքցրեցինք sunscore-ը եւ թաքցրեցինք մեր zombie left-ը։ Այնուհետև ցույց տանք մեր կերպարին, շարժ բաժնից տանք նրան գնալ դեպի 0-0 կոորդինատները, որպեսզի գա մեջտեղ, գա դիմացի շերտ տեսք բաժնից, չափսը դնում ենք 0 եւ նրան մեծացնել ենք, այնքան ինչով նա դառնում է 100, այսինքն կառավարում բաժնից վերցնում ենք կրկնել մինչև, հաշվարկ բաժնից վերցնում ենք հավասար է, էլի տեսք բաժնից վերցնում ենք չափս, չափսը հավասար է 100-ի դրեցինք եւ գրում ենք փոխել չափսը տեսք բաժնից, հաշվարկից մինուս եւ բաժանած։
Գրում ենք այնպես, ինչպես գրել ենք Squid Game-ի անիմացիայի մեջ, այս խաղի բաթոնի անիմացիայի մեջ նույն ձևի գրում ենք։ Եվ գրում ենք 20 հանած չափսը բաժանած 5-ի, որովհետեւ գեղեցիկ լինի։ Այսպիսի անիմացիա պետք է ստացվի։ Եվ վերջում դնում ենք կառավարում բաժնից դադարեցնել ամբողջը։ Այնուհետև երբ մենք պետք է հասկանանք, որ մեր խաղը ավարտված է եւ մենք հաղթել ենք։ Նաև game over-ի մեջ ավելացնենք տեսք բաժնից նրա զգեստը, որպեսզի լինի զգեստ 2, այսինքն game over-ի զգեստը։ Եվ ավելացնենք միավորները, որպեսզի հասկանանք մենք խաղը հաղթել ենք, թե ոչ, մենք պետք է բոլոր զոմբիներին ոչնչացնենք, որպեսզի խաղը հաղթենք։ Հետևաբար սարքում ենք փոփոխական, անունը դնում ենք score։ Այսինքն score-ը կլինի մեր զոմբիների քանակը, ինչքան զոմբի ենք ոչնչացրել։ Եվ պետք է ստուգենք, եթե մեր score-ը հավասարվի 15-ի, որովհետև մեր զոմբիների քանակը 15 է, ապա պետք է խաղը ավարտվի հաղթանակով։ Այսինքն երբ ստանում եմ start, անընդհատ ստուգում ենք, եթե այս մասը կարող ենք copy անել եւ գրում ենք փոփոխական բաժնից, եթե մեր score-ը հավասար է 15, ինչի 15, որտեղ մեր zombie count-ը 15 էր։ Մենք ի սկզբանե տենց էինք որոշել, եթե լինի 20, դնում ենք համապատասխանաբար 20։ Նախ score-ը դնում ենք 0 խաղի սկզբում, եթե նա դառնում է 15, ապա իրադարձություններ բաժնից հաղորդում ենք հաղորդագրություն, նոր հաղորդագրություն winner, այսինքն հաղթանակ։ Նաև score-ը մեզ դեռ հարկավոր չէ, եկեք game over-ի մեջ էլ ավելացնենք, այս հրամանները կարող ենք կրկնօրինակել, դարձնում ենք winner եւ զգեստը փոխում ենք առաջի զգեստ, որպեսզի հաղթանակի զգեստը լինի։ Նաև զոմբիներին ջնջելուց պետք է ամեն անգամ միավոր ստանանք։ Հետևաբար այստեղ որ գրել ենք, որտեղ որ զոմբիները ջնջվում են, այդտեղ պետք է միավորները ավելացնենք։ Փոփոխական բաժնից դնում ենք փոխել score-ը 1-ով, այստեղ նույնպես ջնջվում է, հետևաբար փոխել score-ը 1-ով, ու որտեղ որ տեսնում եք ջնջել այս կրկնօրինակը զոմբիների մոտ, ամենտեղ ավելացնում ենք փոխել score-ը 1-ով։ Այսպիսի արդյունք ունեցանք։ Դրոշակին սեղմում ենք, խաղը սկսվում է, կարող ենք ընտրել դաշտը, որտեղ ուզում ենք խաղանք, սեղմում ենք play, արևները սկսում են հավաքվել, ընտրեցինք, դրեցինք բոմբը, այսպիսի էֆեկտներով խաղ մեր մոտ ստացվեց, աջ կողմում տեսնում եք մնացած զոմբիների քանակը, այսինքն քանի զոմբի դեռ պետք է գա, ձախ կողմում մեր արևների միավորներն են, կարող ենք նաև իրանը տեղադրել, ոչ հաղթանակ կա, ոչ պարտություն ոչինչ։